Հայաստանի հանդեպ ռուսական հիբրիդային սպառնալիքների մասին Երևանում հնչող հայտարարությունները տարակուսանք են առաջացնում Մոսկվայում։ Այս մասին ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը խոսել է արձագանքելով դիտարկմանը, որ Հայաստանում հակաեկեղեցական արշավը հաճախ ներկայացվում է որպես պայքար Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ։ У нас это ничего кроме недоумения вызывать не может и Այդ հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը անհետևանք չի մնում։ бесследно не проходит. Я вот Հենց Եվրամիությունն է անընդհատ պնդումներ անում Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների մասին։ угрозах, которые генерирует Российская Федерация. Եվրամիությունը միջոցներ է տրամադրում դրա համար։ Վերջերս ստացվել է 15 միլիոն եվրոյի տրանշ։ Армении предоставлен в 15 миллионов евро. И я не сомневаюсь, что Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին վաստակել այս փողի յուրաքանչյուր ցենտը։ из этого 15-миллионного транша. Լավրովը նկատի ունի Երևան-Բրյուսել անցած տարեվերջին ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի Եվրամիությունը 15 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին խաղաղության եւ դիմակայունության ամրապնդման համար։ Ըստ եվրոպացիների, այդ փողը կծախսվի նաև Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի ապատեղեկատվական արշավներին հակազդելու համար։ Либерализация визового режима. Ռուսաստանի արտգործնախարարի մեկնաբանությամբ հայաստանցիների համար վիզային ռեժիմը ազատականացնելու բրյուսելյան առաջարկը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը նախատեսում է որոշակի դեր ունենալ նաև հայկական իրավապահ համակարգում եւ երկրի սահմանների պաշտպանության գործում։ Понятно, что в Армении находится наш пограничник. Հասկանալի է, որ Հայաստանում են գտնվում մեր սահմանապահները։ Այդ դեպքում հարց է ծագում, ինչպես է դա համատեղվում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ։ Երևանը։ Լավրովը կարծում է, Հայաստանի հանդեպ իր քաղաքականությամբ Եվրամիությունը փորձում է վնաս հասցնել Եվրասիական տնտեսական միությանը։ Ну, очевидно, для любого, кто как-то знаком с Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության գործառույթներին ծանոթ ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին, մնալով Եվրասիական միության անդամ։ членом Евразийского экономического союза. Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին, մնալով ԵԱՏՄ անդամ, եւ որ այդ հարցը բազմիցս քննարկվել է Հայաստանի վարչապետի ու արտգործնախարարի հետ։ Невозможно переходить на стандарты Евросоюза, оставаясь Եվրամիությանն ու ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելը անհնարին է, ոչ միայն առևտրի եւ ներդրումային քաղաքականության միմյանց չհամապատասխանող նորմերի պատճառով։ инвестиции применяются, которые не стыкуются друг с другом. Դրան գումարվում է նաև հանգամանքը, որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի օրենսդրական նորմատիվ բազան իր սկզբունքներին համապատասխան։ Настойчиво эту идею продвигает. Դա ըստ Սերգեյ Լավրովի նախատեսում է նաև Հայաստանի միացումը Եվրամիության արտաքին քաղաքականությանը, հետևաբար հակառուսական պատժամիջոցներին։ Поэтому движение в направлении членства в Евросоюзе, о чем Այդ իսկ պատճառով Եվրամիությանն անդամակցելու շարժումը, այդ մասին նաև համապատասխան օրենքներ են ընդունվել, չի կարող համատեղվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ членство в Евразийском экономическом союзе. Ռուսաստանի արտգործնախարարը նաև առաջարկել է չանտեսել ԵԱՏՄ-ին անդամակցելու 10 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացումը բնութագրող թվերը։ 2015-ին Հայաստանի ՀՆԱ-ն 10.5 միլիարդ դոլար էր, հիմա 26 միլիարդ, ասել է Լավրովը։ Լանա Համբարձումյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։